2014 թվական, օգոստոսի 26, Երևան։ Շտապօգնության ծառայություն զանգահարած տղամարդը հայտնել էր, որ ընկերոջ հայրը սեփական բնակարանում հանկարծամահ է եղել։ Շտապօգնության աշխատակիցների հետ դեպքի վայր էին մեկնել նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ու դատաբժշկական մասնագետը։ Նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ահազանգի կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր եւ նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է բռնի մահվան հատկանիշներ չհայտնաբերելու հիմքով, այսինքն հանցադեպի բացակայության հիմքով։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն Սերյոժա Վարդանյանի մահը վրա էր հասել սրտի պսակաձև անոթների արյան շրջանառության սուր խանգարման, ընդհանուր արտահայտված աթերոսկլերոզի, կորոնարոսկլերոզի եւ պսակաձև անոթների խցանող աթերոսկլերոզի հետևանքով։ Դիակի զննությամբ ձախից ճակատային, ձախից վերին կոպի, աջ ծնկան հոդի շրջաններում, սալջարդ վերքերը աջից գագաթածոծրակային եւ աջից վերին շրթունքի ներսային մակերեսում հայտնաբերված քերծվածքները պատճառվել են կենդանության օրոք բութ առարկաների անմիջական ներգործության հետևանքով։ Հնարավոր էր, որ դրանք մահվան հետ անմիջական պատճառական կապի մեջ չեն գտնվում։ 2014 թվական, օգոստոսի 27, Երևան։ Սերյոժա Վարդանյանի մահվան հաջորդ օրը ոստիկանությունը դիմել հանգուցյալի որդին եւ հայտնել, որ իրենց բնակարանից բացակայում են հորը պատկանող ոսկյա զարդերն ու Nokia բջջային հեռախոսը։ Դեպքի առթիվ 2014 թվականի օգոստոսի 27-ին Էրեբունու քննչական բաժնում գողություն կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ ու կատարվել նախաքննություն, որի արդյունքում ոչ միայն բացահայտվեց գողությունը, այլև դաժան իրականությունը։ Պարզվեց, որ տեղի է ունեցել ավազակային հարձակում զուգորդված սպանությամբ, ինչպես նաև բացահայտվեցին մի շարք այլ հանցագործություններ ևս։ Հետագայում կատարված քննչական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են երկու քաղաքացիներ, ովքեր ըստ տեղեկությունների առնչվում են նշված քաղաքացու հանգուցյալի բնակարանից կատարված գաղտնի հափշտակության դեպքին։ Նշված երկու քաղաքացիները հանդիսացել են փաստացի ամուսիններ եւ կինը տվել է խոստովանական ցուցմունքներ։ Կարինեն քննչական բաժնում խոստովանել էր, որ Երևանի մի շարք բնակարաններում մաքրման աշխատանքներ կատարելու պատրվակով ծանոթացել է բնակարանատերերի հետ, վստահություն ձեռք բերել, ապա ամուսնու հետ նախապատրաստել եւ կատարել հանցագործություններ։ Հաշվի առնելով նախաքննության փուլում գտնվող այս քրեական գործի առանձնահատկությունները, ինչպես նաև հետևելով անձնական կյանքի գաղտնիքները պահպանելու սկզբունքին, քրեական գործով անցնող մեղադրյալի անունները հաղորդման մեջ փոփոխված են։ Անունների պատահական համընկման դեպքում հայցում ենք հեռուստադիտողների ներողամտությունը։ Կարինեն հաճախ էր այցելում Երևանի Էրեբունու համայնքում բնակվող տարեց տղամարդու բնակարանը, մաքրման աշխատանքներ կատարում, ապա դրա դիմաց վարձատրվում եւ հեռանում։ Սակայն հանցավոր գայթակղությունը թույլ չտվեց հաց վաստակել ազնիվ ու քրտնաջան աշխատանքով։ Նա նկատել էր, որ տանտերը կրում է թանկարժեք ոսկյա զարդեր եւ բնակարանում պահում է խնայած գումարներ։ Ամուսինս ասաց, որ գումարի կարիք ունի, որոշեցի օգնել նրան։ Այն բնակարանում, որտեղ մաքրման աշխատանքներ էի կատարում, նկատել էի, որ տանտերը թանկարժեք ոսկյա զարդեր է կրում եւ բնակարանում էլ գումար կա։ Շարունակեցի մաքրման աշխատանքներ կատարելու պատրվակով հաճախել տվյալ բնակարան, որպեսզի ճշտեմ գումարի եւ մյուս արժեքավոր իրերի պահման տեղերն ու պարզեմ, թե երբ եւ ինչպես կարող ենք դրանք վերցնել։ Դեպքի օրը 2014 թվականի օգոստոսի 25-ին Սերյոժա Վարդանյանից հերթական անգամ ստացա բնակարանը մաքրելու առաջարկ, ինչպես նաև բնակարանում գիշերելու նրա համաձայնությունը։ Այդ մասին տեղեկացրի ամուսնուս։ Այդպիսով ստանալով տուժողի համաձայնությունը բնակարանում գիշերելու, տվյալ օրը եւ հաջորդող օրերին մաքրելու առաջարկը նաև գիշերել է բնակարանում, երբ որ տուժողը քնել է, այդ մասին տեղյակ է պահել ամուսնուն, ով սպասել է շենքի բակում, ամուսինը բարձրացել է վեր, բացելով դուռը, ներս է թողել վերջինիս մատնանշելով տուժողի ննջասենյակը։ Ամուսինը կտրուկ եւ անսպասելի հարձակվել է քնած վիճակում գտնվող տուժողի վրա, որի արդյունքում տուժողը արթնացել է դիմադրել։ Արդյունքում, որպեսզի իր հանցավոր նպատակը վերջնական տեսքի հասցնի, ամուսինը սահմանազանցելով կնոջ հետ ունեցած պայմանավորվածությունը որոշել է դիտավորությամբ ապօրինաբար զրկել քաղաքացուն կյանքից։ Նա փակել է տուժողի շնչառական ուղիները, որից եւ տուժողը մահացել է եւ այդպիսով բռնությամբ հափշտակելով ոսկյա զարդերը դիմել է կնոջ հետ միասին փախուստի, իսկ փախչելու ընթացքում նաև կինը վերցել է տուժողի բջջային հեռախոսը։
Սերյոժա Վարդանյանի սպանությունից հետո մեղադրյալը նրան մատից հանել է 350,000 դրամ արժողությամբ 15 գրամ քաշով 585 հարգի ոսկյա մատանին, ձեռքին եղած 500,000 դրամ արժողությամբ 35 գրամ քաշով 585 հարգի ոսկյա թևնոցը, 300,000 դրամ արժողությամբ 20 գրամ քաշով 585 հարգի ոսկյա վզնոցը, իսկ կինը վերցրել է 18,000 դրամ արժողությամբ Nokia 6300 մոդելի բջջային հեռախոսը։ Հափշտակելով նշված իրերը, ամուսինները դիմել են փախուստի։ Գողոնի ընդհանուր արժեքը կազմել է 1,168,000 դրամ։ Ամուսիններին հաջողվել էր որոշ ժամանակ խուսափել քրեական պատասխանատվությունից, քանի որ դատաբժշկական եզրակացության համաձայն տուժողը հանկարծամահ էր եղել։ Հետևաբար հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել էր։ Առաջին հանցավոր փորձը հաջողված համարելով, հափշտակած ամուսիններն օգտագործել են սեփական կարիքները հոգալու համար, սակայն ինչպես ասում են, ագահությունը բոլոր չարիքների արմատն է։ Հանցագործ զույգի գործողություններն այսքանով չեն սահմանափակվել։ Հետագայում պիտի պարզվեր, որ ամուսինները գույքային եւ ֆիզիկական վնաս են պատճառել նաեւ այլ քաղաքացիների։ Քննչական մարմնին հաջողվեց բացահայտել հանցագործությունների շարանը, որ նրանք հասցրել էին իրագործել։ 2014 թվական նոյեմբեր։ Կարինեին եւ ամուսնուն է դիմել իրենց ծանոթներից մեկը եւ պարտքով փող խնդրել։ Ամուսիններն էլ նրան առաջարկել են դիմել իրենց մեկ այլ ծանոթի Սերյոժա Դանելյանին, որը պարտքով գումարներ է տրամադրում։ Ամուսնու եւ վերջինիս ընկերոջը տանելով նշված գրասենյակի մոտ մատնանշել է տեղը եւ ինքը սպասել կողքի, որպեսզի տուժողը չտեսնի, քանի որ վերջինիս նախկինում ինքը գումարներ է եղել պարտք ու դրանք չի վերադարձել տարբեր անհիմն պատճառաբանություններով։ Տուժողը պայմանավորվածության եւ խոսակցության ժամանակ խոստացել է տրամադրել նշված գումարը, փոխարենը պահանջել է, որպեսզի իր մոտ գտնեն եւ իր մոտ ներկայացնեն աղջկան։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն տղաները խոստացել են, որ փորձեն գտնել եւ ներկայացնել։ Ըստ իրենց նախնական հանցավոր մտադրության, հենց այդ աղջկա հետ հանդիպման պատրվակով եւ որպես պարտքը վերադարձնելու պատրաստակամության պատրանք ստեղծելու առիթով հենց պլանավորել են, որպեսզի տուժողին կանչեն հանդիպման։ Նախապես ընտրելով ճանապարհի բանուկ մասից հեռու հատված Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող այգիներից մեկի տարածքում հանցավորները այնտեղ են կանչել տուժողին եւ խոսակցության ընթացքում նաեւ ներկայացրել են աղջկան, որպեսզի որևէ կասկած չհարուցեն։ Ըստ նախնական պայմանավորության որոշել են, որպեսզի կարճ զրույցի ընթացքում շեղեն տուժողի ուշադրությունը, որպեսզի բուն հանցագործությունը իրականացնողներից մեկը աղջկա փաստացի ամուսնու ընկերը կարողանա ընտրի հարձակման նպաստավոր դիրքն ու ժամանակը։ Սերյոժա Դանելյանին հանդիպելուց եւ նրա հետ գումարային հարցով կարճ զրույցից հետո, ստանալով վերջինիս իրեն պարտքով գումար տալու մերժումը, տղամարդը հարձակվել է Սերյոժա Դանելյանի վրա, վերջինիս սպանելու դիտավորությամբ ձեռքերով սեղմել ու փակել է շնչառական ուղիները, մեխանիկական շնչահեղության եղանակով առաջացրել օրգանիզմի սուր թթվածնաքաղց, Սերյոժա Դանելյանին զրկելով կյանքից։ Սերյոժա Դանելյանին սպանելուց հետո վերցրել է տուժողի արժեքավոր իրերը, նրա մոտ եղած գումարը, ինչպես նաև նրա գրասենյակի ու բնակարանի բանալիները։ Հանցավոր մտադրություն իրականացնելու նպատակով հանցավորները մեկնել են առանց աղջկա, մեկնել են նշված վայր, գրասենյակ, որտեղ հանցավորների սպանություն իրագործած անձը ապօրինի մուտք է գործել, բանալիով բացել է բնակարանի գրասենյակի դուռը, ապօրինի մուտք գործել, սակայն արժեքավոր ոչինչ չհայտնաբերելով հեռացել են։ Այնուհետև մեկնել են տուժողի բնակության վայրի շենք, կրկին սպանություն իրագործած հանցավորը բարձրացել է վերև, սակայն չգտնելով տուժողի բնակարանը, այդ կերպ հեռացել է։ Վերջինիս գործողություններին օժանդակել է մյուս հանցակիցը, դրսում սպասելով խոչընդոտ վերացնելու ճանապարհով, այսինքն մարդ մոտենալու դեպքում նա պարտավոր էր եւ պայմանավորության համաձայն պետք է տեղյակ պահեր մյուս հանցակցին հեռախոսի միջոցով, որպեսզի արագ հեռանան եւ չբռնվեն։ Դեպքի օրը 2014 թվականի նոյեմբերի 29-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմաց տղամարդը հայտնել է, որ Դալմայի այգի տանող ճանապարհին կատարեց տղամարդու դիակ։ Փաստի առնչությամբ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր։
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն դիակի վրա հայտնաբերվել են քերծվածքներ, որոնք պատճառվել են կենդանության օրոք, բութ առարկաների անմիջական գործունեության հետ անցքով, սակայն դրանք մահվան հետ անմիջական պատճառական կապի մեջ չեն գտնվում։ Սերյոժա Դանիելյանի մահը վրա է հասել սուր կորոնար անբավարարությունից, ինչը պայմանավորված է եղել չափավոր արտահայտված ընդհանուր աթերոսկլերոզով, հետինֆարկտային կարդիոսկլերոզով, որոնցով հանգուցյալը տառապել է կենդանության օրոք։ Վերջիններս գտնվում են պատճառական կապի մեջ մահվան հետ։ Տարօրինակ զուգադիպությամբ այս դեպքում էլ դատաբժիշկներն արձանագրել են, որ տղամարդը մահացել է բնական մահով։ Տուժողի կինն այդ ընթացքում դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ Դալմայի այգիներ տանող ճանապարհին հանկարծամահ եղած ամուսնու բաճկոնի գրպանից անհայտ անձը հափշտակել է Nokia բջջային հեռախոսն ու ձեռքի ոսկյա մատանին։ Դեպքի առթիվ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում գողության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռբերված օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նաև կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվում է, որ քաղաքացուց կատարված գույքի գաղտնի հափշտակությանը առնչվում է հանցավորներից մեկը եւ նշված դեպքի առնչությամբ վերջինս դատապարտվում է գույքի գաղտնի հափշտակության համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177 հոդվածի առաջին մասով Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով, որը մտնում է օրինական ուժի մեջ եւ վերջինս դրա առնչությամբ կրում է ազատազրկման ձևով պատիժ։ Տուժողից գույքի գաղտնի հափշտակության համար դատապարտված անձի վերաբերյալ դատավճիռը բեկանելու հարցով դիմվել է համապատասխան դատարան եւ դատավճիռը բեկանվելու դեպքում անհրաժեշտ է փոփոխել նրան, ինչպես նաեւ նշված դեպքով նրա հանցակիցներին առաջադրված մեղադրանքները եւ նրանց կրկին մեղադրանքներ առաջադրել նաեւ գույքի հափշտակության մասով օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված կետերով։ Գողության համար դատապարտված անձը սակայն չի խոստովանում, որ ինքն անմիջական կապ ունի Դալմայի այգիներ տանող ճանապարհին հայտնաբերված տղամարդու մահվան հետ։ Նա չէր էլ կարող ենթադրել, որ մինչ ինքը կդատապարտվի գողության համար, քննչական մարմինը կբացահայտի այդ եւ գրեթե 2 տարի առաջ տեղի ունեցած սպանության դեպքերը։ Հետագայում նշված քրեական գործով ձեռբերված տվյալներով, որը որ հղում է կատարվում նախորդ նշված դեպքով ձեռբերված տվյալների վրա, Էրեբունի վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի տվյալներից ելնելով հրավիրվել են քաղաքացիներ, ովքեր հանդիսանում են տվյալ դեպքում փաստացի ամուսինները եւ նշված դեպքի առնչությամբ հայտնել են մանրամասներ, որոնք էական նշանակություն ունեցել գործի ելքը որոշելու համար։ Մասնավորապես միջնորդություն է ներկայացվել նոր Երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին։ Հիշյալ հափշտակության դեպքի առնչությամբ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 2015 թվականի հուլիսի 31-ին հայտնաբերվել է կին մեղադրյալն ու տվել խոստովանական ցուցմունքն այն մասին, որ 2014 թվականի նոյեմբերի 28-ին իր ծանոթ տղամարդը, որը դատապարտվել է միայն հափշտակություն կատարելու համար, բռնությամբ հափշտակություն է կատարել Սերյոժա Դանիելյանից, որին առնչվել են ինքն ու իր փաստացի ամուսինը։ Հայտնել է նաև, որ բացի նշված դեպքից 2014 թվականի օգոստոսին Էրեբունի համայնքում ապրող Սերյոժա Վարդանյանի բնակարանից հափշտակությունը կատարել են ինքն ու ամուսինը։ Մեղադրյալը նշել է, որ Սերյոժա Վարդանյանի վրա եղած ոսկյա զարդերը հափշտակելու ընթացքում նա արթնացել է, իսկ ամուսինը հափշտակությունն ավարտին է հասցրել բռնությամբ, որի ընթացքում ձեռքով փակել է նրա շնչառական ուղիները, որի պատճառով վերջինս մահացել է։ Հափշտակել են ոսկյա մատանին, թևնոցը, վզնոցն ու բջջային հեռախոսը, որոնք հետագայում վաճառել են։ Այս խոստովանական ցուցմունքը հիմք հանդիսացավ, որպեսզի երկու տղամարդկանց հանկարծամահության գործով նոր Երևան եկած հանգամանքների հետևանքով նոր վարույթ հարուցվի ու նշանակվի նրանց դիակների կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն։ Արդյունքում պարզվեց հետևյալը։ Դատաբժշկական եզրակացությունների արդյունքում պարզվում է, որ տուժողների մոտ արկա են եղել դիակների մոտ արկա են եղել մորֆոլոգիական հատկանիշներ, այսինքն նրանց մահը վրա է հասել օրգանիզմում առաջացած սուր թթվածնաքաղցի արդյունքում, այն է փակվելով շնչառական ուղիները, տուժողները զրկվել են կյանքից։ Եվ փաստորեն պարզված տուժողների մահվան իրական պատճառների հետ կապված համապատասխան հանցավորներին առաջադրվում են նոր մեղադրանքներ։
Նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների եւ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են նաեւ կին մեղադրյալի կողմից 4 դրվագ խարդախությամբ ուրիշի զգալի չափերով գույքի հափշտակություններ կատարելու դեպքեր։ Նշված դեպքերի առնչությամբ կատարված նախաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը ուրիշի զգալի չափերի գույքը հափշտակելու դիտավորությամբ համացանցի list.am կայքում ծանոթանալով 4 տարբեր քաղաքացիների տեղադրած տարբեր արժեքների պլանշետների, իսկ մի դեպքում նոթբուք տեսակի համակարգչի վերաբերյալ հայտարարություններին 2015 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2016 թվականի մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում գնելու պատրվակով զանգահարել է վերջիններիս եւ պայմանավորվել գնվող գույքի դիմաց գումարը վճարել մաս-մաս, սակայն ձեռք բերելով գույքը դրանք բավականին էժան գներով վաճառել է այլ անձանց ու խուսափել իրական սեփականատերերին գումար վճարելուց։ Նշված քրեական գործերի հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտման, հանրորեն վտանգավոր արարքների եւ գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները պարզելու նպատակով անցկացվել են բազմաթիվ հարցաքննություններ, անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողություններ, առերես հարցաքննություններ, խուզարկություններ, նշանակվել են փորձաքննություններ, զննություններ եւ մի շարք այլ քննչական գործողություններ։ Նախաքննության ընթացքում քննչական մարմինը դեռևս կպարզի, թե դատաբժիշկներն ինչու են սպանության փոխարեն 2 դեպքում էլ հանկարծամահություն արձանագրել, իսկ ամուսիններին եւ երրորդ անձին, որոնք կապ ունեն սպանությունների հետ, առաջադրվել են համապատասխան մեղադրանքներ։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։